300,000 ադրբեջանցի է Հայաստանից արտաքսվել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևն է փաստերը կեղծելով, այսպես ասած, վերադարձի հարցը կրկին օրակարգ բերել։ Որ Բաքուն, այսպես ասած, վերադարձի հարց է բարձրացնում, նորություն չէ։ Այս մասին խոսել են բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով։ Մինչդեռ խաղաղության խոստումով քարոզարշավ մտած իշխանությունը աչքերն ու ականջներն ամուր փակել է։ Պնդում են վերադարձի հարց չի քննարկվում։ Ջանում են փակել նաեւ արցախցիների հնարավոր վերադարձի մասին բոլոր խոսակցությունները։ Թեման շրջանցելով խնդիրը չի լուծվում։ Ուժեղ Հայաստան դաշինքը պարբերաբար ահազանգում է։ Բաքուն այս օրակարգից չի հրաժարվելու եւ ուրեմն միակ ճանապարհը սա թույլ չտալու փոփոխությունն է։ Մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում կատարածը։ Որտեղ ինչպես են տեղավորվելու ադրբեջանցիները, ինչպես է համակեցություն հնարավոր, ինչու իշխանությունն այս օրակարգին չի դիմադրում։ Երևանում ու մարզերում մարդիկ պարբերաբար այս հարցն են բարձրացնում, անհանգստանում։ Թուրքը պսակում է։ Ինքը 13 պակաս չի լինում։ 300 օրգան 10 տարում 100,000 է դառնալու։ Թուրքը մնում է թուրք։ 300,000 անջախ է մեր թուրքից պրծե է։ 300,000 թուրք է բերում նորից Վարդենից։ Մենք ոնց ապրենք։ Իդեպ հակամարտության էջը փակված համարող Հաջիևն ասել է, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սյունիքով անցնող ճանապարհը կամ Թրիփուղին նա կրկին Զանգեզուրի միջանցքի անվանել։ Թեև Հայաստանի իշխանությունն այս հարցն էլ է լուծված փակված համարում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։